Դարձյալ սառնասրտությունը խոսում է նրա մասին, որ դու մեղավոր ես։ Մեղավորներ փնտրելու փոխարեն ընդունի, որ հերդ իսկապես պատճառ ուներ ինքնասպանություն գործելու։ Երևի խիղճն է իրան տանջել։ Իմ խիղճը չի տանջում։ Ու ես հենց հիմա Պիտի ընդունես իրականությունը, որ հայրդ վատ մարդ է եղել։ Մարդասպանը կարար ինքնասպանություն գործեր։ Ես մեծ աճիկով իրան կսպանեի, բայց չկեղտոտեցի ձեռներս նման ոչնչության համար։ Ձենդ կտրի։ Հորս դիակը հլը չի սարել։ Ու ես քեզ չեմ սպանում, որովհետև ինքը իրան լավ չէր զգա։ Ես կապացուցեմ բոլորին, լսում ես, բոլորին կապացուցեմ, որ դու մարդ ես սպանես ու դու ինձանից ներողություն ես խնդրելու, որ կարողանաս երեխեքիդ աչքերի մեջ նայես։ Հորդ նման իմաստուն ու խելացի տղա ես։ Բայց մի բան հիշի։ Ճակատագիրը երբեմն կրկնվում։ Դու էլ հիշի։ Քո ճակատագիրն է կարա կրկնվի։ Ես դեռ երկար տարիներում եմ ապրելու։ Իսկ դու չունես։ Շուտով, շատ շուտով կհայտնվես հորդ կողքին գերեզմաններում։ Ապացուցեցիր, որ չեմ սխալվել։ Տղա ջան, մի րոպե։ Նստի։ Ես ուզում եմ իմանալ, դու ինչ որոշեցիր երկրից գնալու մասին։ Ինչի համար ես հարցնում, պապ։ Բայց դու էիր ուզում, չէ՞ որ երկրից գնաս։ Ճիշտ է, մերդ հաստատ դեմ կլինի, բայց ես ուզում եմ, որ դու գնաս։ Հա, պապ, գնալու եմ։ Կգնամ։ Արագ տղես։ Հնարավորինս արագ, ու ինչքան շուտ գնաս, այնքան լավ։ Չեմ հասկանում շտապողականության իմաստը, պապ։ Վան, դու իմ տղեն ես ու պիտի իմանաս։ Ռոբը մեծ խնդիրներ ունի։ Իսկ եթե Ռոբը խնդիրներ ունի, ուրեմն մենք էլ կարող ենք ունենալ։ Ինչ խնդրի մասին է խոսքը։ Ես չէի ուզենա սա քեզ ասել, բայց դու իմ տղեն ես, մեր ընտանիքի անդամը, ու ուզում եմ, որ դու անպայման իմանաս։ Իմանաս, որ Ռոբն է սպանել Իսոյին։ Ինչ ես խոսում, պապ։ Ոնց Ռոբն է սպանել Իսոյին։ Ոնց կարա տենց բան լինի։ Խոստովանել է ինձ։ Ու ես ամենաշատը քո համար եմ վախենում։ Ու ինչքան հնարավոր է, ուզում եմ, որ շուտ գնաս դու երկրից։ Պապ, այս տենց ոնց կլինի, ոնց կարամ թողնեմ ու գնամ Ռոբին։ Իր այդ ինչ է լինելու։ Դե ինքնասպանություն է ձևակերպած։ Այնպես որ Ռոբին չեն կասկածի։ Չեմ հավատում։ Ռոբը մարդ է սպան։ Եթե մեկ ուրիշ դասեր չէի հավատա, բայց պատճառներ կան։ Տղես, վրեժը սարսափելի բան է։ Վրեժը կրծում է մարդու հոգին։ Վրեժը կործանում է մարդուն, հասկանում ես։ Ու այդ վրեժը չթողեց, որ Ռոբը երջանիկ լինի։ Նրա ողջ երիտասարդությունը թաղեց վրեժի մեջ։ Դուք մեր ու աղջիկ ինձ հոգեբուժարան կուղարկեք։ Չես ամաչում։ Նշանաստեղուց հեղիանում ես։ Պապ, ես մեղք չունեմ, ես սիրում եմ Սարոյին։ Ինչ սեր։ Սիրո արդյունքում չի, որ երակներդ ես լսում։ Բա որ այդ երեխան ծնվի հիվանդ, ինչ ես անելու։ Պապա, թող ծնվի, թող հիվանդ ծնվի, ոչինչ, Սարոն տեղ կկանգնի իմ երեխուն։ Դրանում իմ տանը չտաս։ Իսոյի լակոտը չի կարա ինպես են լինի։ Ավելի լավ է միայնակ այդ երեխուն մեծացնես։ Թերիքա գորաս երեխուս վրա։ Հղի է, նրան լարվել չի կարելի։ Իսկ դու որպես մայր ու պատասխանատու պետք է ամեն ինչ անես, որ երեխան չծնվի, որ չտառապենք։
Պապա, դու մարդ ասպանես, եթե ուզում ես, որ ես այդ երեխուց ազատվեմ։ Դու մարդ էլ կսպանես։ Իսոյարյունը իմ թորեն երակներով չի հոսի։ Իսկ ես դեմ չեմ։ Ես հենց առաջին օրվանից էլ Սարոյին հավանել եմ։ Կարևորը որ հարուստ է, իմ աղջկան էլ սազում է։ Քո մեջ մայրական ոչ մի զգացողություն չկա։ Իսկ քո մեջ հայրական կա։ Լռեք երկուսդ էլ, չեմ ուզում լսեմ ձեզ, զզվում եմ ձեզանից։ Իմ երեխան ծնվելու է, ինչ ուզում եք արեք։ Այդ երեխան չի ծնվելու վերջ։ Չես կիկոսի մասարկել։ Ես չգիտեի, որ մարդասպան հայր ունեմ։ Ուր ես գնում հետ արի։ Հանգիստ թող։ Թող մաքուրոտ շնչի։ Իսկ դու ձանդ կտրի։ Նադիր ջան, մինչև մահու գերեզման ցավացող սիրտդ գրկող ու սիրող ունես։ Աշխարհն էլ շոկա կողքիդ եմ լինելու։ Մենք իրար ունենք այս կյանքում։ Ես ու դու։ Մեր հավատարմությունը, մեր անցած օրերը, մեր կյանքը։ Գնամ Սարոյիս հասնեմ տղես մենական։ Այ պետի գլուխս պտտվեց։ Այ նստի տեստեմ ինչ ես ասում։ Տատի, ես քան տարվա մեջ մի անգամ չեղա, որ աղջիկը դու պես հետ ինձ հասկանան։ Բա, խաչլիմնա, զորությունը ես գիտեմ։ Դրանք հետ երբ ես հասկացել, որ հիմա հասկանան։ Տատ դու պատկերացնում ես, պապան ասում է գնա ազատվի երեխուց։ Ինչ ասիր։ Երեխա։ Պետի։ Պետի ինչ երեխա։ Ես Տատ, ես հղի եմ։ Ես երեխա եմ ունենալու։ Վայ պետի ջան։ Վայ բալես։ Վայ Աստված ջան, շնորհակալ եմ քեզանից։ Փառքդ շատ Տեր Աստված։ Ես ծոր եմ ունենալու։ Պետի։ Մերնի տատին քո ջանին։ Քաղցրս դե որ ես կարող եմ հանկարծ սիրտդ հիմա ինչ որ մի բան ուզում։ Աստա տատին հենց հիմա գնա ամուր պատրաստի։ Տատ խնդրում եմ, մի բան արա, օգնի ինձ, ես պետք է այս երեխուն ունենամ։ Մամային ու պապային համոզի, խնդրում եմ քեզ։ Ես սիրում եմ Սարային ու պետք է ամուսնանամ։ Լավ ես անում կյանքս, բա ինչ պիտի անես։ Երեխան օրտնությունն է։ Իսկ հորիցդ մի նեղացի, երեդ երևի պատահական լսելա ու վատ ազգացել իրան։ Դե մարդը էլի մի երկու բառ էլ ավելա խոսել։ Չէ, տատ չէ։ Ինքը ինձ բառացի ասեց գնա ազատվի այդ երեխուց։ Բայց ես չեմ ուզում, ես պետք է ունենամ այս երեխուն։ Ես իմ կյանքը ուզում եմ փոխել, ուզում եմ ամեն ինչ նոր էջից սկսեմ։ Ես սիրում եմ Սարային։ Մի հուզվի կյանքս կմնաս մեր տանը, իմ կողքին, ես քո կողքին կլինեմ, իսկ երեխու հորը մենք ստիպողաբար զաքս կտանենք։ Հիմա արի գնանք պարկի հանգստացի։ Տատիկդ այդենց հարցեր լուծել, դու քո ծնողներից մի վիրավորվի, բալես։ Դե բնականաբար նրանց աղջիկը ապօրինի հղիացել է, բա ինչ պիտի անեին, հա։ Ճակատդ պաչեին ասին, լավ ես արել աղջիկ ջան։ Տատ, բայց սիրում եմ։ Լավ ես անում, որ սիրում ես։ Ես բան ասացի, իհարկե պիտի սիրես։ Դե ես տատիկդ խոստացել եմ, որ ամեն ինչ լուծելու է, բոլոր հարցերդ լուծելու է։ Ուրեմն լուծելու է։ Հիմա տրամադրությունդ բացացրու, գնացինք պարկես։ Արի։ Զանգի աղջկատ, գտի համոզի։ Հանգստացի։ Ինչ եկել ես մենակ գոռում ես։ Հանգստանամ։ Ոնց հանգստանամ։ Ջայլ աղջկա եկել ասում է որ երեխայի է սպասում։ Ինչ ես ողբերգություն սարքել։ Ուզում ա թող ունենա։ Էս որ թիվն ա։ Դու ընդհանրապես մտածելու ունակություն ունես թե չէ։ Դիտես ինչ կա։ Սարոն շատ լավ տղա է։ Ու իմ փեսան է դառնալու, իսկ եթե դու խնդիրներ ունես, ուրեմն քո խնդիրները ինքդ լուծի։ Դու աղջիկը տեղով ես խնդիր եք։ Այդ երեխան չի ծնվելու վերջ։
Հավատս չի գալիս տղես։ Մամ, գիտեմ, որ պապան քեզ շատ է ցավացրել, բայց ինչ անեմ, ինքը իմերն է, ու Արունը ջուր չի դառնա։ Տղես ինչքան էլ հորդ չեմ ընդունել, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչեմ։ Ինքը այն մարդը չէր, որ ինքնասպան լիներ։ Չկար մի այդպիսի բան, որ իրան ինքնասպանության տաներ։ Ինքը ուժեղ էր շատ։ Գիտեմ։ Ինքը ուժեղ էր։ Ինքը հաստատ ինքնասպան չէր լինի։ Ու ես կգտնեմ այդ մարդասպանին, լսում ես։ Ես կգտնեմ։ Սարո ջան, տղես պետք չի։ Դու հասկանում ես էլ իրան հետ չես բերի։ Ու ես չեմ ուզում դու այդ կյանքով ապրես։ Ես չեմ ուզում դու նույն ճանապարհով գնաս։ Հիմա դրա ժամանակը չի, Սարո։ Մամար, ես որոշեմ ինչ անեմ։ Ես էլ ներեկվա երեխեն չեմ, որ դու ինձ ասես ինչ անեմ, ես էլ գնամ ու անեմ։ Դու գիտես։ Ես ուղղակի զգուշացնում եմ։ Ու հետո էլ մեկ ընդմիշտ ականջի տող արա, Սարո։ Դու հայր ունես։ Քո հայրը Նադիրն է, տղես։ Նադիրը քեզ իսկապես հայրություն է արել։ Ուֆ։ Ես ինչ սև մութ համբեր են կուտակվել, դու ստեղ սենց վատ, լուսեն ընդեղ վատ։ Իրոպե։ Լուսեն ինչ է վատ, ինչ է եղել։ Շանքն է մահացել։ Ոնց մամ, բա դու ինչի հիմա իրա մոտ չես, ինչ ես մենակ թողել եկել ստեղ։ Քո մոտ եմ, տղա ջան։ Ամ ինչ ես խոսում, մի րոպե։ Մենք չենք կարա հիմա Լուսեին մենակ թողնենք, մենք պետք է իրա կողքը լինենք, արի գնանք։ Այս վիճակում ոնց ես ուզում գնաս, հա։ Արի գիտես ինչ անենք։ Արի գնանք տուն ցավդ տանեմ, քնի հանգստացի վաղը նորից հետ կգաս, հա։ Դե հերիքա էլի հասկացեք ու ընդունեք, ես իմ տունն է, ես տեղ եմ ապրում։ Լուր ես, ոչ մի բառ չես խոսում։ Կանցնի։ Ժամանակա պետք որ անցնի, չկան վերքեր, որ չեն սպի անում։ Հա, բայց սպիներն էլ մի փոքր անձրև, քամի, ամպրոպ ու սկսում են նորից քեզ ցավացնել։ Ես չեմ թողնի, որ ցավա։ Չեմ թողնի։ Ինձ մի քիչ ժամանակ տուր։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես իմ խղճի հետ հարցեր ունեմ։ Կանցնի, ամեն ինչ կանցնի, Ռոզի, խոստանում եմ։ Ամենադժվարը խիղճն է, բայց գիտես մենք կհաղթահարենք։ Միասին կհաղթահարենք։
Լացին, խոսք եմ տալիս միշտ հետդ եմ լինելու դա։ Չէ դու հորդ տես, տես որ ստեղ էլ իրան չի կործում։ Մամաս ա թաղում ա, իրա տղեն ա մահացալ, ու պապան չօգնի, ով օգնի։ Աղջի պապը, Լուսեի պապը իմ բիձեն չէր կարում մոտենա թևերից բռնի տանի, խելք չունես է, խելք տրամաբանությունդ աշխատացրու։ Մամա վերջապես գիտակցի որտեղ ես ու քեզ նորմալ պահիր։ Շիցդ կտրի հա։ Ինչ ասեմ, վերջապես։ Գոնե հիմա զսպի մեջ տեղած մաղձը։ Բայց ես ինչ մեղք ունեմ։ Դու չէր որ Շանթին բանտ ուղարկեցիր, հետո էլ ամուսնացար կնոջ հետ։ Նոր փոքի ուներ, չդիմացավ։ Ձենդ կտրի, լրիվ չափերը անցնում ես։ Կկարոտեմ քեզ, պապ։ Ու թող քո հոգին լույսերի մեջ ապրի։ Մամայիս կբարևես ու կգրկես։ Ես շնորհակալ եմ, որ կյանք եք տվել ինձ։ Ես կաղոթեմ, որ երկնքի արքայության դռները բաց լինեն։ Ես խոստանում եմ, որ կյանքս այնպես կապրեմ, որ դուք երկնքից մենակ կժպտաք։ Ջան։ Որ ուզում ես իմանալ, շատ էլ ճիշտ արեց։ Թողեց ես անարդար աշխարհը ու գնաց։ Գնաց տեղից։ Մորդ վեկալ ու գնացեք ստեղից։ Ես մամայի ու պապայի հետ գնում եմ գյուղ։ Ուզում եմ այնտեղ ապրել։ Բայց դու տուն ունես, աղջիկս։ Կարող եմ ձեր հետ գալ։ Ահա թե։ Իհարկե կարող ես։ Այդ քո տունն ա ու դրա համար թույլտվություն պետք չի հարցնել Լուսե։ Լավ էր, որ մենք շուտ դուրս եկանք։ Ինչ էր երջանիկ ես։ Իսկ ինչի պիտի երջանիկ չլինեմ։ Իմացել ես, որ տատիկ եմ դառնում։ Խայտարակություն։ Էս եկել ես ամուսնուդ թելը թելես, հա? Եկել ես ասես, որ գնամ երեխուցս ազատվեմ։ Ես դա թույլ չեմ տա բալես։ Իսկ ես ոչ մեկ չի էլ հարցնում։
Բեցին իմ աղջիկն է ու իր հետ կապված բոլոր հարցերը ես եմ լուծում։ Ես հասուն մարդ եմ, կլինի իմ կյանքի հետ կապված բոլոր որոշումները ես կայացնեմ։ Ոչ չի լինի։ Դու ամբողջ կյանքում պատասխանատու ես քո ծնողների առաջ։ Ոնց որ դու, մամա ջան։ Դու իմ հետ մի համեմատվի, դու Էլիզը չես։ Էլիս, երեխուն չի կարելի չղայնանալ։ Զանգի Սարոյին ասա, թող մի հատ մեծ ադամանդով մատանի առնի ու գա ձեռքդ խնդրելու։ Ինչ։ Լուրջ ես ասում, մամա։ Իհարկե լուրջ եմ ասում։ Ես քեզ թույլ եմ տալիս ամուսնացի հետ։ Դու գիտես, որ հոպարդ մարդասպան է։ Գիտես, դու բոլորն իմանաս է։ Ես հավաքի վրա։ Ինչ հավաք եմ, ամաչում ես, հա, թող սաղել իմանա, որ հոպարդ ասպան է։ Հանգստացի։ Այդ տղա ջան ես ճակը։ Դու տղա չունես։ Դու տղուտ նոր ես թաղել, իսկ ես հեր չունեմ, ես իմ օրը թաղել եմ։ Լավ կոտորը սրտիս հետ գնա։ Որտեղ։ Ապցինես դիմեք։ Ստի մեքենա։ Հերթով լսում եք, հերթով բոլորդ պատասխան եք տալու ձեր արածների համար։ Հանգիստ գնա, հելա։ Բա դու խղճուն ես, դու թողեցիր գնացես գլուխը ուտելու է։ Զանգերիս ինչի չես պատասխանում։ Չեմ լսել։ Իսկապես չես լսել։ Ուրեմն տենց է պետք եղել, որ չեմ պատասխանել։ Ուրեմն ուշադիր ինձ լսի, Լեյլի ջան։ Ժամանակին, երբ որ քեզ պետք է հետևից սնգած ման էիր գալիս, որ գլուխը չոյի։ Իսկ հիմա անգամ զանգերիս չես պատասխանում։ Չլինի Վանիդ մոտ ես վերադարձել։ Շատ շնորհակալ եմ, որ կողքիս ես եղել։ Բայց դա քեզ իրավունք չի տալիս, որ մտնես իմ տուն ու ոնց ուզես հետս խոսես։ Վլադ, մենք ընկերներ ենք եղել, բայց սիրո մասին խոսք չի եղել, հասկացի։ Լեյլի, մենք համարյա 2 տարի հանդիպել ենք, ու դու հիմա ասում ես ընդամենը ընկերներ ենք եղել։ Մենք կարող էինք 10 տարի էլ ընկերություն հարած լինել, բայց դա չի նշանակում, որ ես հանուն շնորհակալությամբ պիտի մնամ հիմա քո կողքին։ Ինձ ես կյանքում ոչ մեկ չի խաբել, ու չի կարա խաբի։ Իմ գլխից ոչ մեկ չի թռել, ու չի կարա թռնի։ Վլադ, ախր հասկացի։ Ախր դու պիտի հասկանաս, որ ես քեզ չեմ սիրում։ Իսկ դու հասկացի, որ մարդկանց վերաբերմունքը չարաշահելը շատ սխալ բան է։
Մշտականապես քեզ կործանես, հա։ Արես ինչ ունես ինգել։ Գերեզմաներում էդ ինչ թատրոն սարքեցիր։ Հավաքվի գնում ենք տուն։ Ես իմ տունն է, ես տեղ եմ մնում։ Կարաք հասկանաք ու ինձ հանգիստ թողնեք։ Դու լսի, այս դժբախտ դժգույնը քո տունը չի։ Դու ստեղ հարբեցող կդառնաս, այ տղա։ Ինչ եք ուզում ինձնից։ Դու հասկանում ես, ես հեր եմ կորցրել, դու հասկանում ես, հեր եմ կորցրել։ Այլակո դու հեր ես կորցրել, ես չեմ ուզում տղա կորցնել, հասկանում ես դու։ Վեր հասկանում եմ տուն։ Ես ոչ միտեղ չեմ գալիս, ես լիքը հարցեր ունեմ լուծելու, հասկանում ես, ես վրեժ ունեմ լուծելու, ես իմ հոր սպանողի հարցերը պիտի լուծեմ։ Արայ լակոտ, վրեժը հորը տարավ գերեզման։ Ուզում ես վեր կաց, ես տղա չունեմ կորցնելու։ Ես հեր չունեմ, դու հասկանում ես, ես որբ եմ, որբ։ Ատա լակոտին մեկ որբ եմ։ Ջան, այ բալա ջան, ասում եմ բամուտ չի, որ Զորիկը նորից երկրորդ անգամ Այ բալա, դու հաստատ հաճ չես կերել։ Սպասի մալեցնեմ։ Մամա, այդ իրան ինչ հանի սովածության, հաց չի։ Ինչ գործում ես ստեղ։ Գիտեմ, որ հայրդ մահացելու հիմա ժամանակը չի, բայց մենք եւս մի կարևոր հարց ունենք մեր երեխեն։ Այդ երեխան չի ծնվել։ Սարո, ինչ ես խոսում։ Հասկանում ես ինչ ես ասում։ Յուրաքանչյուր խելացի տղամարդ քեզ նույն բանը կասեր։ Ես արմանում եմ դու ոնց ես պատրաստվում հայրենես, երբ քո արյան մեջը զիբիլը նստած է։ Լավ դու գոնե մտածում ես այդ երեխան, որ ծնվեց համինց համ քեզ մեղադրելով, որ ինքը լույս աշխարհ է եկե ու հիվանդ է։ Սարո, ես դեմ գնացի բոլորին։ Ես հորս ու մորս դեմ գնացի, հասկանում ես։ Ես բոլորին ասացի, որ մենք ամուսնանալու ենք, որ մենք միասին ենք լինելու։ Իսկ դու ինչ արեցիր։ Իմ հերը պատրաստում էր մինու ճարախչկան քո մարդասպան հորը տա։ Իմ մարդասպան հերը այսօր չկա քո հոր թեթև ձեռքով։ Միա թերու գնա, ես ինչ ես քեզ թույլ տալիս։ Մամ, իսկապես։ Մամ ջան, ես չէի տեսել, որ դուռը բացել ես էլ։
Կարծեցի, որ գոնե մի փոքր իրավունք ունեի ներս մտնելու։ Իհարկե իրավունք ունես։ Վլադը արդեն գնում է։ Վլադը չի գնում։ Վլադը շատ ճիշտ է անում, որ չի գնում։ Իսկ դու եթե կարծում ես, որ պիտի աչք փակեմ այն ամենի վրա, ինչ տեսա, չարաչար սխալվում ես։ Իսկ եթե ավելի անկեղծ ես կարծում ես, ձեր հարաբերությունները վաղուց ավարտվել են։ Տիկին Բելա, ձեզ պետք է հիասթափեցնեմ, բայց մեր հարաբերությունները չեն ավարտվել։ Վլադես ինչու ես խոսում։ Արագ գնաս տեղից։ Ես ասացի Վլադը չի գնա։ Իսկ այ ես կգնամ։ Ու գիտես ինչի։ Որ կարողանաք իրար հանգիստ վայելել։ Իսկ այ քեզ առհասարակ արգելում եմ ինձ մամա ասել։ Մամ ջան, բայց ես Մամ ջան։ Մամ, խնդրում եմ հավատա ինձ։ Միակ մարդը, որ ես իմ կյանքում երբևէ սիրել եմ ու սիրում եմ, այդ Վանն է։ Ինչ ես ասում։ Իրոք։ Դրա համար ես փորձում գլխին կոտոշներ դնել։ Եթե նույնիսկ Վանը քեզ ների, ես երբեք քեզ չեմ ներելու, Լեյլի։ Հիմար աղջիկ։ Մամ, Հիմար։ Ինչեր ես քեզ թույլ տալիս։ Ինչի տենց արեցիր։ Եղածն արդեն եղած է։ Իսկ այսօր մայրիկդ ամեն ինչ տեսավ։ Հենց հիմա գնայım տնից։ Զզվում եմ քեզնից։ Ես գիտեի, որ դու մի օր իրական դեմքդ ցույց ես տալու։ Ինչի այդ ճշմարտությունը ասելը մեղք է, թե հանցագործություն։ Ես քեզ ընդհանրապես զգուշացնում եմ, որ ինձ դավաճանել ու իմ վրայով անցնել չի կարելի։ Նման սխալ նախկին կինս արդեն թույլ է տվել։ Այդ պատճառով զրկվել է սեփական երեխային տեսնելու հնարավորությունից։ Իսկ քո հետ ես իմ հարցերը ուրիշ կերպ կլուծեմ։ Զզվում եմ քեզնից, ատում եմ քեզ։ Սարը դու գժվել ես, ինչ ես խոսում։ Հա, իմ հերը սուրբ չի, բայց մարդը սպանել չի։ Դու ադեկվատ չես, դու չես հասկանում ինչ ես խոսում։ Ես ադեկվատ չեմ, հա։ Իսկ հերդ, որ հորը սպանում էր, այդ ժամանակ ադեկվատ էր։ Սարա, հոգնել եմ ես ամեն ինչից։ Հոգնել եմ, հասկանում ես։ Ինչ ես հոգնել։ Դժվար է իրականությունը լսել, ընդունել։ Սիրտը ցավում է, հա։ Սիրտը ցավում է հորդ համար։ Իսկ իմ սիրտը չէր ցավում, որ իմացա հերս մահացել է։ Սարա, սուս մնա։ Սրանց հետո հորս անունը չտաս լսում ես։ Բեցի։ Բեցի։ Ուշքի արի, բեցի։ 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 Շատ եմ ափսոսում, որ Նադիրը տանը չի Խնամի ջան։ Խնամի եմ ասում, դե խնամի ենք, բա ինչ ենք։ Նրա մատանին արդեն դրել է զորիկս Սաթենի մատին, մնում է, որ հաստատենք այս արարողությունը։ Վայ, հանգիստ եղեք, մենք նորվա բարեկամներն ենք, ուղղակի շատ ափսոս, որ Նադիրը ստանը չի։ Դե ոչինչ, Լյուբա ջան, մյուս անգամ արդեն երեխեքի կապակցությամբ կգանք հանգիստ պայմաններում կնստենք, կլուծենք այս հարցը։ Լյուբա ջան, Լուսե ջան, մեր ցավակցություններն ենք հայտում Շանթի համար, իրոք սարսափելի մեծ ցավ է։ Հա, երկուսի համար էլ սարսափելի է, թե Շանթի, թե Լուսեի։ Լուսես էլ գտավ ու կորցրեց։ Մենք գիտենք, Նադիրը լավ հայր է։ Ինչքան էլ կորցնեն գտնեն, թե ծնողը, թե երեխեն։ Մեկը Արունը ջուր չի դառնում։ Իրար ներում են։ Մեկ-մեկ ու իրանց սխալների համար։ Շնորհակալ եմ։ Կներեք այդ։
Լուսեիս համար շատ դժվար է, խեղճը չհասցրեց ներկայությունը վայելի։ Կներեք, ես հիմա կգամ։ Լյուբա ջան, ես հասկանում եմ, այսօր այդ օրը չի, բայց ես կուզեի, որ մեր երեխեքի պսակադրության հարցը մի քիչ արագացնեինք։ Անհամբերությամբ կսպասենք, թող ձեր վիշտը մի քիչ թեթևանա, Լյուբա ջան, անպայման կհանդիպենք։ Որը բարինա թող այդ էլ լինի, մեզ համար ամենակարևորը այս կյանքում մեր երեխեքի երջանկությունն է։ Ճիշտ ասած, զարմացա, որ քեզ գյուղում տեսա։ Ես երևի գյուղում էլ կմնամ։ Լուսե, դու երևի գիտես իմ ու Սաթինեի մասին։ Ես չեմ ուզում ինչ-որ մի մութ խոսակցություն մնա իմ ու քո մեջ։ Զորո, դու լավ գիտես ես քեզ ոնց եմ վերաբերվում։ Դու արժանի ես ամենալավին։ Ու ես շատ եմ ուզում, որ դու ու Սաթինեին երջանիկ լինեք։ Ես քեզ չկարողացա սեր տալ, բայց ամեն դեպքում ուզում եմ իմանալ, որ դու իմ համար շատ թանկ մարդ ես։ Լուսե, դու իմ Սաթինեի քուրն ես։ Դե մեր բարեկամությունն ի վերուստ էր դրված։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Դու հիշի, որ ես քեզ սիրել եմ, սիրում եմ ու միշտ կսիրեմ ու իմ սրտում դու միշտ տեղում ես։